Մենք առաջարկում ենք փոփոխություններ, որի պարագայում դատավորները, գլխավոր դատախազությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հակակոռուպցիոն մարմինները եւ մնացած սահմանադրական անկախ մարմինները որևէ կախվածություն չեն ունենում օրվա վարչապետից։ Պատկերացրեցիք, որտեղ որ դու ունենում ենք այլ մարմին, որը փոխարինում է նախագահի ինստիտուտը, կոչվելու է պետխորհուրդ, որտեղ լինելու են ոչ թե մի հոգի, որ հետ կարելի է դագավարնյակ անել, որտեղ կարելի է գալ պայմանավորվածությունների ու դու գնաս տես դինջ դեմքով նստես, չգիտեմ ինչով զբաղվես, մեկը պաղպաղակի մոլի երկրպագուել, մեկն էլ գնում է, չգիտես ինչեր է խոսում, չես հասկանում вообще ինչ է անում։ Պետական խորհուրդը ինքը պետք է ունենա կազմված լինի 9 անդամներից, որոնք որ 3 տարին մեկ 3 պիտի փոփոխվեն, որը որ հնարավորություն է ունենալու վետոյի իրավունք է ունենալու վարչապետի որոշումների վրա կանխելու։ Շատ հարցեր են առաջանում։ Այս մասը բացատրեմ, վետո իրավունք է ունենում վարչապետի որոշումների վրա, ինչու, որովհետև կարող են որոշումները կարող է լինել իրավիճակ, որտեղ վարչապետի վրա ճնշում գործադրվի, մեկ անձի վրա ճնշում է գործադրվում, չգիտեմ, կամ գայթակղում են, ես բան տարբերակն եմ վերցնում, հա, օրինակ ճնշում են գործադրել, մարդը ստիպված ինչ որ թուղթ ստորագրել, ու մենք ազգովի 2 ոտով ընկնում ենք փիզբանի մեջ։ Հիմա պիտի լինի իրավիճակ, որտեղ պիտի համոզված լինեն, որ վարչապետի վրա ճնշում գործադրելով չեն կարող Հայաստանին պարտադրել ինչ որ որոշումներ։ Օրինակ, մի գիշերվան է 5-4 տարի պայմանավորես, որ գրում ես Եվրոմիության հետ համագործակցության, մի գիշերվա մեջ գնաս ստորագրես ԵԱՏՄ մտնելու պայմանավորությունը։